Դիլ ֆինանսապես հայրը օգնում է։ Չէ, եւ պետք էլ չի։ Ես կարծում եմ զավակների դեպքում ինքը հոգեբանորեն ավելի շատ պետք, որը նույնպես բնականաբար չկա, իսկ ֆինանսապես ընդհանրապես պետք չի։ Նենց հետաքրքիր է, որ չգիտեմ, կարող է մեր տարիքից է կամ կարող է ժամանակներն են այդպեսին, որ շատ գնալով ավելի շատ են ամուսնալուծվող զույգերը։ Ու պետքա ասեմ, ցավոք, այն մեր պատկերացրած բաժանումը միշտ չէ որ կա։ Կան ընտանիքներ, որտեղ տեսնում ես, որ ֆանտաստիկ հարաբերությունները պահպանվում են, հայրը ամեն ինչում կա, բայց շատ ավելի նույնիսկ այսօր 21-րդ դարում ես տեսնում եմ, որ բաժանված ժամանակ, ինչ ասեմ, 90%-ը, 95%-ը դա մոր վրա է։ Պատասխանատվությունը, զբաղվելը, ֆինանսը նույնիսկ։ Առաջ չէի կարող պատկերացնել, որ այդպես կարող է լինել։ Չէ, հիմա շատ շատացել են։ Հպարտանում եմ այն ընտանիքներով, որ նույնիսկ բաժանվելուց հետո այնց սիրուն հարաբերություն ունեն, որ կողքից նայում ես, ասում ես, լավ դե եթե պիտի բաժանվեն, թող սենց։ Հա, ճիշտ են արել, որ բաժանվել են, բայց նա ինչ սիրուն են շփվում, նույնիսկ սենց ամուսնացած մարդը կարող է նախանձի, չէ, պահի տակ, ասում է, ոչ թե մտածի ինքն էլ բաժանվի, չէ։ Ուրիշ մի երևույթ հարաբերություն եւ ամենակարևորը հասկանալով, որ այդ երեխան երկուսի երեխան է։ Նենց հետաքրքիր է ու սկզբնական փուլում պապաները պայքարում են շատ ժամերի համար, շատ օրերի համար եւ այլն, ու սցենարը գրեթե միշտ նույնն է, անցնում է ժամանակ ու գնալով քչանում են այդ հանդիպումները, կապը գնալով քչանում է։ Շատերի մոտ չեմ ասում բոլորի։